ներկայացնեք ինչի՞ց եք ուժել դուք Այսպես ինձ ինչ-որ մի այսպես ասած երիտասարդ կանչեց աշխատանքի տեղավորման համար, որտեղ աշխատանքի փնտրտուքների մեջ էի պարակում։ Հանդիպեցինք երեկոյան կողմ, ասաց ինչը որտեղ եւ այլն, ես համոզվեցի, որտեղ նա մտածեցի այսօր այս վիճակում պատերազմով երկրի վիճակում ոնց կարելի է խաբել։ Եվ ասաց որ երկուշաբթի, երեքշաբթի գործի պետք է գնանք, հետո վերցրեցին լուսանկարեց անձնական տվյալներս, ասաց լուսանկարապետ կասի չունեմ, ինձ էլ լուսանկարեց, Լեչը պայմանավորվեցինք երկուշաբթի, երեքշաբթի հանդիպել։ Մի 5-6 օր անցած զանգում էին, նա տատանումներ էր տալի բանման, հետո Facebook-ում կարդացի, որ նման բաներով խաբելով այսպես վարկեր են վերցնում, ու հարց ու փորձով բոլոր բանկերին իմացա, որ այդ բանկից նա իմ անունով, ու ես էլ տեղյակ չեմ մնում, վերցրել է 400,000 դրամի վարկ։ Հետո այսպես միջև հիմա այսպես ինգած դռնեդուր, այսպես։ Իսկ ինչ աշխատանքի մասին էր խոսքը, ձեզ որտեղ պետք է տեղավորել Պահակի։ Պահակի։ Իսկ դուք տեղյակ չեք, որ անձնական տվյալները, ընդհանրապես բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները երրորդ կողմի չպետք է դրան։ Բանկային չի, ինքը իմ ազնագիրն ուզեց, ես հավատացի, որտեղ նա ներկայացավ, անուն ազգային չէ։ Նա ինձ էլի ներկայացավ, որ ես մտածեցի, որ երբեք չի խաբի։ Մի րոպե ես էլ պետք է ասեմ։ Այսպես հիմա մի տարի էլ այսպես գնում գալիս ենք։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, թե Արցախի ծնունդի տեղահանվել եք։ Ես կարող էի լինել այլ երկրի ժամանակի քաղաքացի, բայց հանուն մեր պետականության ես մնացի եւ հիմք էլ դրել եմ շատ բաներ։ Այդ համար որ ես հավատացի, որ կարող է չխաբել, չընդրել, ինքացեք, դուք էլ զգուշացեք այդ բաներից։